Պարոն Շահրամանյան, օրվա հետ կապված էր Օրվա հետ կապված մենք Արցախի մեր գործընկերների հետ եկել ենք ձեռնակապել մեր հարգանքի տուրքը մատուցենք 110 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությանը։ Իհարկե դատապարտում ենք նման գործողությունները եւ տեսնում ենք, որ չդատապարտված ցեղասպանությունը իր շարունակություն է ունենում աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում նաև մենք ականատես ենք եղել դրա դրսևորումներին Արցախում։ Իշխանության հայտարարությունները այս գործընթացի հետ կապված դուք ինչպես եք գնահատում, երբ ասում են, որ այն մեզ համար առաջնահերթություն չէ։ Իշխանության մեկնաբանումները ես թողնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մեր հասարակությանը, ովքեր տեսնում ենք հազարավոր մարդիկ այցելում են եւ իրենց հարգանքի տուրքն են մատուցում, անհնարին է մոռանալ կամ մոռացության մատնել ցեղասպանության դրսևորումը։ Պարոն Շահրամանյան, ի վերջո կնեք, ես գոնե մի հարց ես տամ, դուք ի վերջո ինչ ձեռքը։ Ինչ։ Ուսում եմ Արիկաս։ Դուք ի վերջո ինչու Հայաստան գալուց հետո Արցախի լուծարման հրամանագիրը չչեղարկեցիք, այնպես ինչպես արվել էր հրամանագրի գոյության մասին հայտարարելու մակարդակով, որտեղ ասում եք դա անհրաժեշտություն էր։ Առաջի փաստաթուղթը եւս որևիցե իրավական ուժ չունի, ինչպես նաև երկրորդը։ Դրա մասին մենք հայտարարել ենք, դրա պատճառների մասին խոսել ենք եւ մեր տեղեկատվական շտաբով մանրամասը տեղեկություն տվել ենք։ Դրանից ավելացնելու բան չունեմ։ Ես ասել եմ, ով կուզենա տեսնի Արցախը, որևիցե իրավական խնդիր չունի։ Բայց պետք չէր այդ մասին։ Եկաք, իսկ մյուսները թողեցիք, որ մյուսները մնան այնտեղ եւ գերեվարվեն։ Այս քննադատությունը ինչպես կարծեք։ Ես ամենավերջում եմ դուրս եկել, այդ թվում գերեվարվելուց հետո։ Ինչ վերաբերում է գերեվարվելուն։ Մի րոպե, Ես դրան կանդրադառնամ առաջիկայում, հիմա ինձ թվում է արիթ չդրա մասին։ Այսինքն դուք Արցախում էիք, որ մյուսներին, դուք Արցախում էիք, երբ որ մյուս նախագահներին գերեվարեցիք։ Որտեղ էիք դուք դա տեսել եք, դուք ինչպես են իրենց տանում։ Այո։ Կարեն Սարգսյանն ինձ տնից են տարել։ Ես դրա մասին այս բան չեմ ուզում տեսնել։ Խնդրում եմ իմ կարծիքն էլ հարգեք, հետագայում առիթ կունենանք մանրամասը կանրադառնանք։ Մենք թաքցնելու բան չունենք։ Այս պահին կա գործընթացներ, որոնց մենք չենք ուզում խոչընդոտել կամ վնասել մեր հայտարարություններով։ Դրան մակապված նաև մեր զսպվածությունը։ Հետագայում մենք առիթներ կունենանք, կխոսենք ամեն ինչի մասին։ Շատ բարձ։ Այդ մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի բանտերում, հենց առաջի օրվանից, որ մենք հարց ենք բարձրացրել, որ պետք է բացվի Լաչինի միջանցքը եւ քաղաք բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից եւ այդ մարդիկ ապահովել են եւ մնալով որպես կենթանի պատանդ ապահովել են նաեւ մեր քաղաք բնակչության դուրս գալու։ Դուք չեք բանակցել մյուս նախագահների ռազմաքաղաքական ղեկավարության անվտանգ դուրսբերման շուրջ, պարոն Շահրամանյան, որևէ մեկի հետ հարցերի շուրջ հետագայում։ Եվ դուք հնարավոր է որ էլի նախ շարունակեք մեկ ամիս անց նախագահի տեխնացուա։ Մենք այդ ամեն ինչը որոշում կայացնելուց հաշվի ենք առնելու նաև մեր հասարակության դիրքորոշումը, ինչպես նաև մեր քաղաքական ուժերի դիրքորոշումը։ Բայց ամեն դեպքում պարոն Շահրամանյան, դուք քննադատում եք եւ ասում եք ինչու այնպես չարեցիք, որ նրանք վերադառնան եւ չգերեվարվեն։ Արդյոք հնարավորություն կար իսկապես չգերեվարվելու, ինչի մեջ մեղադրում է իշխանությունը գերեվարված։ Ոչ, չկար։ Եվ դուք ինչպես եք մեկնաբանում իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, որ չեն կռվել, թողել փախել են արցախցիները։ Ջան, դրան անդրադարձել եմ, ինձ թվում է ավելորդ է եւս մեկ անգամ անդրադառնալ։ Ինչու է այդպիսի հայտարարությունը արվում տարբեր իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից։ Հայտարարել ենք, որ դա պարակտիչ գործողություններ է, մեր ազգային տարանջատումներ են։ Դրանով հրահրում։ Կխնդրեմ հստակեցնեք, դուք էլ պատրաստվում եք նախագահի պաշտոնի համար առաջադրվել, թե ոչ։ Ես պատասխանեցի այդ հարցին։ Հստակ որոշում չունեք։ Այս բանը ոչ։ Պարոն Շահրամանյան, դուք միշտ ասում եք, որ հայտարարությամբ հանդես կգաք, բայց դա ուշանում է որոշ պարզաբանումների առումով։ Ինչով է պայմանավորված։ Դրանց հիմքերը կան, որ մենք այդպես ենք մեզ պահում եւ նաև հասկանում եմ, որ օբյեկտիվ դժգոհություններ են առաջանում մեր բնակչության մոտ, բայց դա անհրաժեշտություն է։